Այո։ Ուրեմն մենք եկել ենք այստեղ Ուրեմն հարգելի քննիչ, ես հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Մեհեր Կարագոզյանն եմ, որ ստացել ենք բազմաթիվ ահազանգեր եւ բազմաթիվ բողոքներ, այս պահին 200-ից ավելի են մենք հաշվարկելու հստակ ժամկետներ չենք ունեցել։ Ամենաառաջին հերթին ինձ հետաքրքրում է քաղաքացիների կյանքը, որ սպառնալիքների տակ է։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր ուզում են այս պահին ուղղակի չենք կարող անձը բացահայտենք, պետքա ներս մտնենք եւ նրա մասով ցուցմունք տանք, որ կան հստակ իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ, որ եթե այս կամ այն տեղեկությունը տրամադրի պետական մարմիններին, ապա նրա գլուխը կկտրեն։ Սա մեկ, երկրորդը, մենք ունենք դեպքեր, որ քաղաքացիները գնացել են ինքնավնասումների, մենք ունենք դեպքեր, որ քաղաքացիները արդեն զանգահարել են ինձ եւ տեղեկացել են, քանի որ կորցրել եմ 12 միլիոն դրամս իմ ամբողջ կյանքի վաստակը, ես այլևս չեմ ուզում ապրել այս երկրում եւ գնում եմ ուր որ աչքս կտրի։ Եվ մենք ունենք իրավիճակ, որտեղ քաղաքացիները այս եւ նմանատիպ հանցագործություններից բացարձակապես պաշտպանված չեն։ Այս եւ նմանատիպ հարցերի քննարկման համար ես խնդրում եւ պահանջում եմ ընդունելություն, միևնույն ժամանակ հրապարակային կերպով պահանջում եմ գումարների վերադարձ եւ ֆինանսական իրավունքների վերականգնում, այս ուղղությամբ գործուն քայլեր եմ ակնկալում, որ պետք է իրականացվեն որոշումներ, պետք է կայացվեն քննարկումներ, պետք է արվեն եւ պետք է մենք սերմ ժամկետներում ունենանք հստակ պատասխան, թե երբեն հստակ օր այդ քաղաքացիների գումարները կանգնվելու, վերադարձվելու իրանց։ Լսում եմ ձեզ։ Կներկայանաք նախորդ բաժին եք ներկայացնում եւ այստեղ եկել եք նաեւ ընդունելու համար քաղաքացիներին։ Այո։ Ներկայանամ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության գիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյան։ Անդրադառնալով մատնանշված հարցերին նախ հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է գիբերհանցագործություններից տուժած անձանց իրավունքները։ Այդ համատեքստում վարույթ իրականացնող մարմինը իրականացնում է համապատասխան ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունները հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, այդ թվում նաեւ հանցագործությունից տուժած անձանց իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե քաղաքացիների տուժող քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն։ Այդ նշված հանգամանքի հետ կապված կարող եմ մատնանշել, որ վարույթ գիբերհանցագործության քննության վարչության քննիչները ձեռնարկում են բոլոր միջոցները տուժողների խախտած իրավունքների վերականգնման համար եւ տուժողների կողմից հասցեագրված բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները, քաղաքացիները ստանում են ընդունելություն, անհրաժեշտության դեպքում նաեւ իրենց հայտի նոր հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինին հայտնում են նոր տեղեկություններ, որի շուրջ էլ վարույթ իրականացնող քննիչը պլանավորում է համապատասխան ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունների կատարում։ Ինչ վերաբերվում է այն հարցադրմանը, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի տուժած անձանց հանցագործության պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։ Այդ համատեքստում հարկ է մատնանշել, որ քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ նախ պետք է վարույթ իրականացնող մարմինը բացահայտի հանցագործության կատարող անձանց, որից հետո նոր միջոցներ ձեռնարկի այդ եղանակով տրամաբանական շղթան, իսկ որպես քննիչ ձեզ մի հարց հարգելիս, դուք չեք կարծում, որ այս հանցագործությունները նոր հանցատեսակներ են եւ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում հին օրենքներով եւ հին մեթոդներով։ Չարժի արդյոք նոր ենթաօրենսդրական կետեր կամ նոր լուծումներ, որպեսզի քաղաքացիները հասնեն իրանց իրավունքներին եւ հասնեն արդյունքների։ Այս հանցագործությունների դեպքում այդ ձեր ասած մեթոդները կիրառելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ որևէ քաղաքացու ֆինանսական իրավունքները չեն վերականգնվել։ Դուք կատեգորիկ կերպով նշում եք, որ որևէ քաղաքացու իրավունքներ չեն վերականգնել, սակայն չեմ ցանկանում մատնանշել կոնկրետ քրեական վարույթներ, բայց մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցան կատարած անձիկ, վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, այդ թվում նաև
կոնկրետ վիճակագրական տվյալները ներկայումս չեմ կարող մատնանշել, բայց հաստատապես կարող եմ նշել, որ մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցագործություն կատարած անձինք, վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, այդ թվում նաև նախաքննության կատարման ընթացքում վերականգնվել է հանցագործությունից տուժած անձանց պատճառված հանցագործության պատճառված վնասները։ Ներողություն, տուժած քաղաքացիների ո՞ր տոկոսն է կազմում 0.1, 0.2, թե 10%-ն է կազմում։ Որպես այդպեսին քննչական կոմիտեն նման վիճակագրություն չի իրականացնում, թե որքան տուժող ունենք, որքան տուժողի հանցագործության ինչքան վնաս է պատճառվել եւ ինչքան վնաս է վերականգնվել։ Պարոն Գրիգորյան, տեղեկացանք, որ այս տարի 4-րդ Զանգերի կենտրոնի հանցավոր խումբ է այսպես բացահայտվել։ Այս մեխանիզմները բացահայտման ինչու հնարավոր չի լինում կիրառել օրինակ մնացած այդ կենտրոնների, էլեկտրոնային հարթակների համար ինչն է խանգարում, կա օրենսդրական բազ, կա ինչ-որ գործունեությանը խոչընդոտող հանգամանք օբյեկտի, որ չի ստացվում, ասենք տարվա մեջ մենք հենց այս կարծեմ տարածել էին 3 պաշտոնական հաղորդակցություն, որ 4-րդ հանցավոր խումբն է Զանգերի կենտրոն, այսպես կոչված խարդախությունների եւ առիթից օգտվելով հարցին իբրև ավելացում, հա, դա ինչ օգուտ մեր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացին որտեղ է այս դեպքում օգտվում, եթե Զանգերի կենտրոնները բացահայտվում են եւ պարզվում է, որ նրանք գործել են, ասենք, Եվրոպայում, աշխատելով Հայաստանում, Եվրոպայի քաղաքացիների համար ծուղակ են պատրաստել եւ Եվրոպայի քաղաքացիներին են թալանել։ Հիմա մեր քաղաքացիները հույս են տածում, որ 4-րդ դեպքն է արդեն բացահայտվել, ուրեմն նշանակում է հոբ կբռնեն, արդեն մեր գումարները կվերադարձնեն, սա մի հարց, եւ Զառա ջան ներողություն, երկրորդ հարցն եմ ես ուզում բարձրացնել։ Եթե մեր պատկան մարմինները, մեր ուժային կառույցները, դուք եթե տեղյակ էիք, որ Հայաստանի Հանրապետությունում արկայա ներկա պահին նման հանցագործություններ, ապա այդ կայքերը, այդ ապօրինի կայքերը ինչի չեն դադարեցվել, ինչի նրանց հասանելիությունը չի դադարեցվել, որ մեր տուժած քաղաքացիների քանակը հասել է 20,000-ի, հասկանում եք, ոչ թե 200-ն է, ոչ թե 300-ն է, ոչ թե 2,000-ն է, 20,000 եւ ավելի քաղաքացի։ Ինչն է եղել պատճառը, որ չեն դադարեցվել այդ կայքերի հասանելիությունը, այդ ապօրինի ձեռնարկատիրությունը ինչի չի դադարեցվել Հայաստանում։ Միայն ու միայն դուք սահմանափակվել եք տեղեկատվություններ տարածելով։ Տեղեկատվություն կարող են տարածել լրատվամիջոցները, տեղեկատվություն կարող են տարածել հասարակական կազմակերպությունները, բայց այսքան լուրջ կառույցը միայն տեղեկատվություն տարածելով չեք կարծում, որ դա ուղղակի բավարար չի եւ դրանք գործուն քայլեր չեն։ Անդրադառնալով Զանգերի կենտրոնների միջոցով կատարված հանցագործությունների կատարմանը, այս հանցագործությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախաքննության ընթացքում բացահայտվում է Զանգերի կենտրոնի գործունեություն, որը իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, ապա վերջիններիցս գործողություններից տուժած անձինք հանդիսանում են արտերկրի բնակիչները։ Եվ նույնը վերաբերվում է նաև մեր վարույթում իրականացվող քրեական վարույթին, որով ունենք բազմաթիվ տուժողներ, հիշալ հանցագործությունը որպես այդպիսին կատարվում է արտերկրից։ Որպեսզի պայմաններում հանցագործության բացահայտման ուղղված միջոցները թեկուզ եւ կատարում են մեծատավալ ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններ, սակայն հանցագործության բացահայտումը ինքնին ենթադրում է միմյանց փոխկապակցված մի շարք բանկային գաղտնի կազմող տեղեկությունների ստացում, այդ թվում նաեւ փոխհամագործակցություն արտերկրների գործընկերների հետ, իրավական օգնության շրջանակներով եւ այլ միջոցներով։ Բայց կա ձևավորված պրակտիկա միջազգային փոխհամագործակցության տեսանկյունից այս հարցերի շրջանակում։ Միջազգային փոխհամագործակցության շրջանակներով մենք ուղարկում ենք հանցագործությունից տուժած անձինք, որ մատնանշում են այն կայքերը, որում հասանելիություն են ստացել, որտեղ լրացրել են իրենց տվյալները, այդ միջոցով արտասահմանյան գործընկերները մեզ պետք է տեղեկատվություն տրամադրեն, թե հիշալ եղանակով հանցագործության կատարում իրենց մոտ բացահայտվել է, թե ոչ։ Քանի որ նույն եղանակով, երբ որ մեր մոտ Զանգերի կենտրոններով բացահայտվում է հանցագործության կատարում, մենք այդ տեղեկատվությունը փոխանցում ենք արտասահմանյան երկրներին, որպեսզի պարզենք այնտեղից հանցագործությունից տուժած անձանց ինքնությունները, որպեսզի քրեադատաբարական գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկենք այդ անձանց իրավունքների, խախտած իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ
քննիչը դուժած քաղաքացուն ասում է դե հույս մի ունեցի, չի բացահայտվելու։ Այս մոտեցումներ ընդհանրապես ինչպես պետք է վարվել այս պրակտիկայի վերջը դնելու համար, որովհետեւ ավելի կոպիտ վերումներ են եղել։ Ճիշտն ասած, նման տեղեկատվություն ինձ հայտնի չի։ Եթե առարկայական ինչ-որ տեղեկություններ կան կոնկրետ քննիչի մասով, որ նման որ դժողին նման հայտարարություն է կատարել, ապա վարույթի տեղի ունեցել, այն կինը քիչ առաջ խոսում ենք, ասաց, որ Արարատի բաժնում ապա մարզային ներքին գործերի եթե որևէ քննիչ նման աշխատելավոճ որդեգրել, ապա այդ կապակցությամբ դուք կարող եք դիմում հասարակական կոմիտեի նախագահին, քննչական կոմիտեի նախագահին կքննարկի իշալ անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակարարության հարցը։ Բոլորը ժուրնալիստներ են, բայց ես դժող եմ։ Ես փաստացի փաստեր ունեմ։ Ես 2 տարուց ավել ստեղ դիմում եմ ներկայացրել, դատախազություն ուղարկել են գործել 2 տարուց ավել ես բազմիցս դիմումներ եմ գրել, այ նոր Ալեքսանյանը որ եկավ անգիր ինձ գիտի, բազմիցս դիմումներ եմ գրել, վերջի անգամ ես զանգահարել եմ քննիչին, չի պատասխանել, 10 անգամ զանգահարել եմ, որովհետև ինձ մոտ հայտնվեց տեղեկություն, որ ինձ խաբողը Հայաստանում է, Երևան Սիթիում է, պատահական գրպանի մեջ հեռախոսը միացել է, եւ ես հայկական խոսակցություն, ես կարող եմ ձեզ ներկայացնել դա։ Ես եկել եմ դիմում եմ գրել, որ հեռախոսը չպատասխանեց, եկել եմ այստեղ նախագահի անունով դիմում եմ գրել, ինձ մի ամիս հետո պատասխանել է, տեսեք ինչ եմ, դուք իրավաբան եք, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, ես Հովանես Առիթա Սերգեյ, ես խնդրում եմ։ Չեմ սխալվում, դուք քննչական կոմիտեի նախագահին դիմում եք հասցեագրել։ Այո, բազմիցս։ Ձեր կողմից ձեր վարույթը իրականացվում է քննիչ Էմմա Գալստյանի կողմից եւ եթե չեմ սխալվում, ձեր դիմումի կապակցությամբ քննիչ Էմմա Գալստյանը հրավիրել է աշխատասենյակ դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննելա ձեզ։ Ոչ մի բան չի արել։ Ես ուղղակի եկել եմ ավելորդ լրացուցիչ տվյալներ եմ տվել։ Դուք տեսեք, ես զանգում խնդրում եմ նայեք, էլի դուք իրավաբան եք։ Հարցաքննության ծանոթագիրն է, Չէ, կարդացեք, տեսեք ինչ ա գրված։ Ես տեղյակ եմ ինչ ա գրված։ Ինչ ա գրված։ Դիմում եք հասցեագրել քննչական կոմիտեի նախագահին, որ Բայց ինչ ա գրված է։ Ես ստուգարք եմ վերցնում այդ քննիչը, որ ինձ քննիչի ստուգարքի հարցեր ա տալիս։ Կթողեք խոսքս ավարտեմ։ Ավարտեք։ Դուք քննչական կոմիտեի նախագահին հասցեագրել եք դիմում հետևյալ բովանդակությամբ, որ վարույթ իրականացնող մարմին ունեք հայտնելու լրացուցիչ տեղեկություններ։ Խոսքս թողեք ավարտեմ։ Նման պայմաններում վարույթ իրականացնող քննիչը այլ բան, քան ձեզ հարցաքննության հրավիրելու չուներ անելու։ Որպեսզի պայմաններում ձեզ վարույթ իրականացնող քննիչը հրավիրել է հարցաքննության դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ, որ դուք էլ ներկայացել եք եւ լրացուցիչ հարցաքննվել եք։ Մի ամիս հետո չեմ եկել, այս այա պատասխանել։ Դուք մի հատ տեսեք ինչ ա գրել, ծիծաղելի է, դպրոցական երեխան ա գրել։ Մի հատ տեսեք ինչ ա գրել։ Ինչ ա գրել, Կարդացեք, ծիծաղացեք բոլորը, որ քննիչը ինձ ստուգարք ա հանձնում, որ հոդվածով ինչեր են անում, հետո ինչ են անում, հետո ոնց են բարևում, ոնց են ստեսուն անում։ Քրեական գործերի մասին այսպես շատ բաց չի կարելի խոսել, էլի։ Միայն մի բան կարող եմ ավելացնել։ Ես չեմ կարողանում մի Տիկին Ռիտա Հովհաննիսյանը մատնանշում է, թե քննիչը պարզաբանել է իր իրավունքները։ Այդ կապակցությամբ միայն կարող եմ ասել, որ դա նախատեսված է քրեական դատավարության օրենսգիրքով, քննիչը կատարել է իր պարտականությունները եւ ծանոթագրում մատնանշել է ՎԿ իրավունքները, դժողի իրավունքները եւ պարտականությունները, որը որ պարտավոր է իրականացնել քննիչը։ Ես ասում եմ, հանցագործը Երևանում է, ինձ շտապ պետք է, որ դուք այդ տվյալը ստուգեք,
բռնեք այդ հանցագործի, դուք ասում եք մի ամիս հետո Այո, քաղաքացիներին պատրաստ ենք ընդունել։ հարցաքննության։ Բոլորին չէ, սահմանափակ թվով Քանի հոգի մոտավորապես կան։ ինքը Որ շատ են էլի, քանիսին կընդունեք այստեղ ու այստեղ։ 5 քաղաքացիների դուք ընտրեք 5 քաղաքացիների պատրաստակ եմ ընդունել։ Այո, 5 քաղաքացի առանց լրատվամիջոցների այո։ Բանը ես հիմա կգնամ ընդունել